Ողջույն, ապրիլի 24-ին Կալիֆոռնիայի եւ ավելին Միացյալ Նահանգների ամենահեղինակավոր համալսարաններից մեկում Բերկլիի համալսարանում սպասվում էր «Տունս քաղցր» ֆիլմի ցուցադրությունը, սակայն այն չեղարկվեց, այնուհետև հետաձգվեց, պատճառն այն էր, որ որոշ ադրբեջանցիներ բողոքի ակցիաներ էին պատրաստվում կազմակերպել եւ համալսարանի ղեկավարությունը անվտանգության հետ կապված խնդիրներ էր տեսել։ Թե ինչ է եղել իրականում եւ ինչ իրադարձություններ են հաջորդել, այսօր կզրուցեմ իմ գործընկերոջ լրագրող Գոհար Վեզիրյանի հետ, ով նաեւ Բերկլիի համալսարանի ուսանող է։ Ողջույն Գոհար, շնորհակալ եմ, որ ժամանակ գտար։ Եվ այսպես ինչ տեղի ունեցավ։ Հետո իմացանք, որ ադրբեջանցիները այդքան էլ շատ չէին, այդքան էլ մեծ բողոքի ակցիա չէր։ Իրականում ինչ է կատարվել եւ գիտեմ նաեւ ցույց է եղել, դրա մասին ենք խոսենք։ Նախ շնորհակալություն Արտուր ջան հրավերի համար, դուք շատ լավ տեղեկացված եք, այո, ապրիլի 24-ին ցեղասպանության հիշատակի օրվա առնչությամբ պլանավորված էր դիտել «Տունս քաղցր» ֆիլմը, որը, ինչպես գիտեք, Արցախի մասին էր, այո։ Եվ ընդամենը ապրիլի 23-ի երեկոյան մենք ուսանողներով նամակ ենք ստանում Բերկլիի Law School-ի մարդու իրավունքների պաշտպանության, այսպես ասեմ, գրասենյակից, որ ֆիլմի դիտումը չեղարկվել է եւ ընդամենը հաղորդագրություն, ինֆորմացիոն, ոչ մի պատճառաբանություն, որ չեղարկվել է։ Հաջորդ օրը արդեն Armenian Study հայկական ուսումնասիրությունների այո, կենտրոնը պատասխան նամակ է հղում, որ պարզաբանեք, թե ինչն է եղել պատճառը, որին ի պատասխան այնտեղից պարզաբանում են, որ իրենք որոշակի ինֆորմացիա են ստացել, որ բողոքի ակցիաներ են լինելու եւ իրենք չեն կարողանալու ապահովել ուսանողների անվտանգությունը եւ հենց դրա համար էլ իրենք որոշել են հետաձգել եւ ձևակերպումը այսպիսին էր, որ դա ոչ թե խոսքի ազատության դեմ ուղղված քայլ է, այլ censorship, այո, censorship, այլ պարզապես անվտանգության նկատառումներից ելնելով են արել, որովհետեւ այդ պահին չեն հասցրել անվտանգության աշխատակիցների թիվը կրկնապատկել կամ բազմապատկել, որպեսզի կարողանան դիմագրավել հնարավոր։ Իսկ մոտարապես շատ մարդ էր հետաքրքրված, շատ ուսանողներ կային հետաքրքրված, թե միայն հայերն էին։ Ես կարծում եմ միայն հայերն էին, ուղղակի քանի որ Law School-ում պիտի լիներ, ինքը բավականին ազդեցիկ կառույց է եւ բավականին ազդեցիկ, ուրեմն սրահում էր նախատեսված դիտումը։ Ես կարծում եմ, որ հայեր եւ ոչ միայն հայեր, մարդիկ, որոնք հետաքրքրված են Հայաստանով, հայկական ծրագրերով, ուսումնասիրություններ են անում Հայաստանի հետ կապված, իրենք էլ պիտի որ մասնակցեին։ Եվ չեղարկումից հետո արդեն ապրիլի 27-ին որոշվեց, որ պիտի հանրահավաք լինի, հայկական տարբեր կազմակերպություններ, ուսանողական կազմակերպություններ, ժողովներ, փակ հանդիպումներ, բան եւ այլն, որոշվեց, որ չէ, պիտի չլռենք եւ պետք է, այսպես ասեմ, մեր բողոքի ձայնը բարձրացնենք, հատկապես որ ադրբեջանցի ուսանողները, այսպես ասեմ, քիչ են Բերկլիում, հայ ուսանողներն ավելի շատ են, ազգությամբ հայերը, ոչ թե Հայաստանից եկած հայ ուսանողներ, այլ ազգությամբ հայերը։ Եվ հանրահավաքը ըստ էության տեղի ունեցավ, ինչը բավականին Դեպի առաջարկում Գոհարը մեզ համար կադրեր է պատրաստել, կառաջարկեմ մի կարճ հատված դիտենք հանրահավաքից եւ շարունակենք, որպեսզի տեսնենք ինչ տպավորիչ է եղել, կշարունակենք թեման ուսանողության մասին խոսելով հայկական եւ ադրբեջանական, դա էլ հետաքրքիր տեղեկություն է, խնդրեմ։ Stand before you today in solidarity as a lifelong resident of the East Bay in neighboring San Leandro for more than 20 years. I have had the chance to come and advocate alongside Cal ASA and the Armenians of UC Berkeley. And I'm proud to stand here with you, in solidarity with you, after this cancellation. This was not a postponement, let's call it what it was, this cancellation of My Sweet Land film on April 24, our solemn Remembrance Day for the Armenian Genocide. It's a beautiful film about a family's journey through the 2020 Artsakh War and return to Artsakh after the November 9, 2020 ceasefire agreement through the eyes of an 11-year-old boy. We lost Artsakh, and Armenia is directly threatened by Azerbaijan with ongoing ceasefire violations by Azerbaijan.
These are reminders for us to continue our fight for justice and peace. Never did any of us see Azeri influence leading to the cancellation of an ASA event on campus, especially an event jointly hosted by UC Berkeley Human Rights Center and UC Berkeley Law. Shame on Berkeley Law! Shame on Berkeley Law! Shame on Berkeley Law! Shame on Berkeley Law! Defend free speech! 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 Ըստ էության Գոհար, տեսնում ենք բավականին շատ ուսանողներ կան, բոլոր հայեր էին այդ հանրահավաքին մասնակցող։ Այո, հայեր էին, բայց նաև կային օտար ազգեր, որոնք այսպես ասեմ, կողքից ծառերի տակ, բայց իրենք եկել էին իրենց ուրեմն մասնակցությունը այսպես ֆիքսելու այնտեղ։ Ուղղակի մի շատ կարևոր նյուանս կա այստեղ, հանրահավաքից անմիջապես հետո Human Rights Center-ը նոր հաղորդագրությամբ հանդես եկավ, ավելի ծավալուն, եւ այստեղ առաջին անգամ պաշտոնապես հայտարարվեց, որ իրենք զանգ են ստացել, հայտարարությունը իմ ձեռքում է, որպեսզի հասկանաք, որ սա պաշտոնական կայքից հանված հայտարարություն է, որ Ադրբեջանի հյուպատոսությունից, Լոս Անջելեսի Ադրբեջանի հյուպատոսությունից զանգ է եղել ուղիղ իրենց եւ շատ ահաբեկել է այդ զանգը ըստ էության իրենց, ինչի արդյունքում իրենք որոշել են, որ պիտի չեղարկեն ֆիլմի դիտումը։ Մանրամասներ հաղորդում է կոնկրետ ինչ բովանդակությամբ զանգ է, այսինքն ինչ է։ Չեն մանրամասնում։ Ես ենթադրում եմ, որ սպառնալիք, որովհետև դրանից հայտարարությունից առաջ Ադրբեջանի ուսանողների եւ այն ուսանողները, որոնք Ադրբեջանի կառավարության ֆինանսավորմամբ գործուղվել են Բերկլիում սովորելու եւ որոշակի կազմակերպությունների մեջ են ինտեգրված, իրենք social media-ում հայտարարություններ էին անում, որ մենք կարողացանք, մեզ հաջողվեց հերթական անգամ այդ ստի ալիքը իբր հայերի կողմից ստի ուրեմն կանգնեցնել եւ այլն, եւ ըստ էության հոգեբանորեն շատ ճնշող էր, որտեվ մենք կարողացանք ողջել, որ օրինակ Law School-ում 3 ադրբեջանցի ուսանող են սովորում, այսինքն 3-ը ընդեմ, այո, բայց խնդիրն այն է, որ այստեղ միջամտել են կոնկրետ ոչ միայն Ադրբեջանի, այսպես ասեմ, պաշտոնական ներկայացուցչությունը Լոս Անջելեսում, այլ նաև որոշակի լոբիստական կառույցների աշխատանք է եղել եւ բնականաբար Բերկլի համապատասխան կառույցի ղեկավարությունը չի կարող այդպես շատ ավելի պարզ, հստակ բացատրել ոնց ինչ, բայց բոլոր ուսանողները այդ թվում եւ օտար ազգությամբ, որոնք եկել էին, իրենք էլ պարզ հասկանում էին, որ դա ադրբեջանական լոբիի հերթական, այսպես ասեմ, սանդրանքը հաջողությամբ պսակելու պատմության հետ գործում են։ Բայց ֆիլմը ցուցադրվելու է այնուամենայնիվ սեպտեմբերին, եթե չեմ սխալվում։ Այո, հանրահավաքից հետո իրենք նորից կապ հաստատեցին մեզ հետ, հայ ուսանողների, ասեմ, տարբեր կազմակերպություններ են, ես անուններ չեմ ուզում տալ, որովհետև հնարավոր է մեկին բաց թողեմ, չեմ ուզենա, որ այդպես լինի, պատվիրակություն էր ձևակերպված եւ այդ պատվիրակության անդամներին իրենք երբ որ հանրահավաքից հետո արդեն ուժ էին տեսել, այսպես ասեմ, եւ մի տեսակ փոխվել էր իրենց վերաբերմունքը, իրենք ասել էին, որ մենք կցուցադրենք ֆիլմը, եւ ուսանողներն ասել էին, չէ, կոնկրետ ասեք երբ, որովհետեւ տենց հիպոթետիկ կցուցադրենքը դա դեռ պատասխան չի, եւ իրենք պատասխանել էին, որ սեպտեմբերի 18-ին։ Հիմա այս պահին իրավիճակն այնպիսին է, որ սեպտեմբերի 18-ին ֆիլմը այնուամենայնիվ ցուցադրվելու է, բայց այստեղ օրվա սիմվոլիկա եւ այլն, ապրիլի 24, այդ ամեն ինչը էլի Արցախն է, տարբեր։ Այո, թեման Ես համոզված եմ, եթե Արցախի մասին ներողություն, ցեղասպանության մասին ֆիլմ լիներ, այդպիսի խնդիր չէր առաջանա։ Արցախը շատ այսպես նյարդային են իրենք տանում Արցախի թեման։ Այո, եւ դա կա, բայց ես ուզում եմ ասել, որ հանրահավաքին ինքս
երբ որ մասնակցում էի, ուսանողների ելույթները փայլուն ելույթներ էին, որտեղ շեշտադրում էր արվում հատկապես Արցախի հետ տեղի ունեցող վերջին իրադարձությունները եւ հարցադրումներն այսպիսին էին, որ օրինակ Բերկլիի նման հեղինակավոր կառույցի շատ ավելի հեղինակավոր Human Rights Center-ը, որը կոչված է մարդու իրավունքների պաշտպանություն եւ այլն այսպիսի խնդիրներ շոշափել, ինչպես կարող էր օրինակ տեղյակ չլիներ թե ինչ է կատարվել Արցախի հետ եւ այսպես կետ առ կետ թվարկվում էր բոլոր այն մղձավանջային օրերը 9 ամսյա բլոկադայի ընթացքում մարդկանց հետ տեղի ունեցած պատմությունները այսպես ամբողջը թվարկվում էր թվերով, փաստերով շատ առարկայական, որտեվ գիտեք Բերկլին այնպիսի տեղ է, որտեղ դու չես կարող այսպես շատ էմոցիոնալ հայտարարություն կարող ես անել, բայց դա ընդունված չի, այսինքն դու պետք է փաստարկես եւ հայ երիտասարդները շատ լավ էին պատրաստվել։ Բերկլիի քաղաքագիտության ֆակուլտետի ուսանող է, շուտով նաեւ կավարտի եւ միգուցե հաջորդ անգամ խոսենք ամերիկյան քաղաքականության մասին։ Բայց ամերիկյան քաղաքականություն ասացիք, ես կուզենայի այստեղ մի քիչ այսպես դեպի ամերիկյան Բերկլիում եւ առհասարակ համալսարաններում հիմա կլիման շատ տարբերվում է Թրամփի ժամանակաշրջանում եւ ես ձեզ ասեմ, երբ որ Թրամփը իր լիազորությունները սկսեց համալսարաններում այդ ակտիվիզմը, քաղաքական բողոքները, բաները սկսեցին նվազել եւ ըստ էության հունվարից հետո մենք չէինք ունեցել Բերկլիի տարածքում նման մեծամասշտաբ ակցիա, ինչու, որովհետեւ օրինակ Պաղեստինի եւ Գազայի հետ կապված այդ միտինգների արդյունքում ոչ միայն Հարվարդից ու մնացած համալսարաններից, այլ կոնկրետ Բերկլիից էլ շատերին ուղղակի դեպորտ արեցին, անգամ գրին քարտով մարդկանց, որոնք լրիվ օրինական հիմքերն ունեին, ուղղակի իրենց դեպորտացիայի ենթարկվեցին, այո, եւ ուսանողները չասեմ վախեցած մթնոլորտա, բայց զգուշավոր, այսինքն հեչ հանրահավաքների համար դեպորտ չնալի։ Հիմնական բոլորը ես շատերը, նու չասեմ բոլորը, բայց շատերը այստեղ են ծնված եւ նրանց այդ խնդիրը չի սպառնում, բայց այնուամենայնիվ քաղաքական մթնոլորտը միջավայրը հեչ նպաստավոր չէր հանրահավաքային, բայց կայացավ եւ Բերկլին էլ հասկացավ, որ կա այնտեղ հայկական ինչ-որ ուսանողական միություն։ Այո, կան, ընդ որում տարբեր խմբեր են, որոնք բավականին ակտիվ հայկական ծրագրեր, հայկական, այսպես ասեմ, ստադի պրոգրամներ են անում եւ հայագիտության ամբիոն կա, որքան հասկանում, հայկական ուսումնասիրություն։ Այո, բայց դա մեկ հովանավորներն են, այսպես ասած, դա պահում, դա ինչքան ես գիտեմ, դա Բերկլին չի ֆինանսավորում այդ ծրագիրը։ Ճիշտ նույնը կա UCLA-ում։ Այո, նույն ձևաչափն է, բայց բոլոր դեպքերում Բերկլիի նաև գոնե քաղաքագիտության ամբիոնը շատ տեղեկացված է Հայաստանի մասին, նրանք բավականին բարձր կարծիք ունեն հայ ուսանողների մասին եւ օբյեկտիվորեն հայ ուսանողները գնահատականների առումով լավ տեղերում են, ակտիվության, կրթական ծրագրերի մասնակցության առումով բավականին լավ ցուցանիշներ են ցույց տալիս եւ ըստ էության ես չեմ կարծում, որ իրենց համար կարևոր չի հայկական այդ սեգմենտի, այսպես ասեմ, հետաքրքրությունները կամ էմոցիաները, որտեվ ես ինչ պարզեցի այդ հանրահավաքի ժամանակ ավագ սերնդից մարդիկ կային, որոնք Բերկլին էին ավարտել, իրենք արդեն, չգիտեմ, 60 գուցե ավել տարիքի լինեին, իրենք պատմեցին, որ նման դեպք տեղի ունեցել տասնամյակներ առաջ, երբ ապրիլի 24-ի միջոցառումը Բերկլին չեղարկել է, ինչ որ ցուցահանդես պիտի լիներ եւ դա չեղարկվել է եւ այդ ժամանակ հայ ուսանողներն ինչ են արել, գրավել են Բերկլիի գրադարանը ու իրենք պատմում էին ու ես շատ պատահական իմացա, որ այդ շարժումը, այդ գրավման, այսպես ասեմ, քաղաքական ակցիայի կազմակերպիչներից մեկը կամ առաջամարտիկը եղել է Մոնթե Մելքոնյանը, որը էլի Բերկլիի շրջանավարտ է եղել եւ փաստորեն այդ թվից մինչև հիմա նման բանի հայ ուսանողները չէին առնչվել եւ
փաստորեն Գիտեք, այն քայլ ժամանակ հետ բնականաբար ցեղասպանությանն էր վերաբերում, հիմա ինչպես արդեն ասացինք, Ադրբեջանը ջանք ու եռանդ եւ ֆինանսներ չի խնայում արդեն Սփյուռքի վրա աշխատելու հետ կապված։ ոչ թե արդեն Սփյուռքի, այլ հենց թիրախավորված Սփյուռքի, բայց այո։ գիտեք ինչն է տարբեր։ Օրինակ մենք ունեցանք Աննա Աստվածատրյանի հետ զրույց, որը Մեյնի նահանգում, այնտեղ հայեր շատ քիչ կան, այդքան ազդեցիկ չեն, ընդհանրապես կազմակերպ կարծես թե այդքան էլ կազմակերպված չեն, բայց նույնիսկ այնտեղ են աշխատում հայերի դեմ, իրենց PR-ն առաջ տանելու համար, ել չեմ ասում հիմա արդեն այնքան են իրենց հղբացած զգում, որ հայաշատ Կալիֆոռնիայում են ինչ որ քայլեր անում, Լոս Անջելեսում առայժմ չեն այսպես համարձակվում, բայց Բերկլիի վրա մնացած մեծ փողեր են ծախսում։ Ես կարծում եմ թիրախավորված է նաև այստեղ այն գիտական կենտրոններ են հաստատությունները կոնկրետ Բերկլիի պարագայում, որտեղ միտք է գեներացում, այսինքն դա նաև մեր ապագա, այսպես ասեմ, էլիտան է, կապ չունի Սփյուռքի էլիտան, թե հնարավոր է, որտեղ Հայաստանից է կային ուսանողներ։ Այսինքն իրենք շատ լավ հաշվարկում են այն տարածքները, որտեղ պիտի աշխատեն եւ թիրախավորված աշխատեն։ Բայց այսինքն եթե Ադրբեջանի հյուպատոսությունից զանգ ա եղել, հարց առաջանում, իսկ մեր հյուպատոսությունը Ես հենց դրա մասն եմ ուզում ինչով ասել, զբաղված հայկական հյուպատոսությունը։ Երևի հեռախոս են փնտրում, գուցե պետքա հավաքվել եւ Ես ավելին ասեմ, միգուցե մի զանգել իրանք են արել, ասել են մեր ուսանողների ապահովության համար խնդրում եմ մի արեք։ Չեմ կարծում, բայց փաստացի մենք որևէ արձագանք չտեսանք եւ այո, հայ ուսանողների մոտ դա քննարկվեց, որ գուցե փորձենք մենք էլ բան, բայց Չէ, բայց ամեն ինչ գալիս է Երևանից գուր։ Ես ուզում եմ այդ մասին հարցնել։ Հայաստանի այսօրվա իշխանությունների քաղաքականությունը եւ ցեղասպանության հարցում շղթողականությունը ուղղակի չեն շղթում, բայց մոտարապես արդեն այդ գծի վրա են։ Նույնը Արցախի ուրացման հարցում, արդյոք դա չի նպաստում նաեւ հենց Ադրբեջանին, չի ծառայում Ադրբեջանի շահերին նման գործողությունների դիմել։ Գիտեք, նպաստելու մասին ադրբեջանական լոբինգը միշտ աշխատել է, բայց հիմա այս վերջին իրադարձություններից հետո, երբ մենք արդեն պարտված կողմ ենք, իրանց այդ ագրեսիան եւ այդ հրճվանքը բնականաբար ավելի լայնամասշտաբ ու ավելի տեսանելի է, որտեղ իրանք հիմա արդեն փաստացի նաեւ հաղթողի, այսպես ասեմ, դիրքերից են այդ ամենը անում։ Ես երբ որ ստատուս գրեցի Facebook-ում, որ նման բան է տեղի ունեցել, հայաստանյան որոշ լրատվամիջոցներ, այդ թվում շատ հեղինակավորները ուղղակի արտատպեցին։ Եվ այստեղ հարց չէ, բայց այսինքն ես չեմ կարծում, որ Հայաստանում դրա մասին չգիտեին կամ Հայաստանի համապատասխան կառույցը օրինակ չէր կարող մի զանգ կատարել այստեղ եւ ասեր մի հատ գոնե ինֆորմացիոն մակարդակով հասկացեք ինչ է տեղի ունեցել, զեկուցեք կամ տեսեք առհասարակ հայ ուսանողները ունեն մեր կարիքը, չունեն մեր կարիքը, պետք է արձագանքել, չպետք է արձագանքել։ Դե այդ լրությունը այո, ինչ որ իմաստով համաձայն եմ ձեզ հետ, այս իհարկե ծառայում է, նպաստում է, որ Ադրբեջանը շատ ավելի ագրեսիվ թիրախավորի ասենք Սփյուռքի ապրողներին, որովհետև Հայաստանին եւ Հայաստանն ու Հայաստանի բնակչությունը անմիջական սպառնալիքի տակ է, այսինքն Սփյուռքը հերու է, բայց սա էլ իր մարտահրավերները ունի, էլի, այո։ Եվ իմ համար ինչն է ավելի տխրեցնող, որ հայ ուսանողները այստեղ ինչու եմ անդադ շեշտում ուսանողները, որտեվ այդ միջավայրում եմ իրենք կարծես մենակ են մնացել եւ Հայաստանի հետ այդ կապը կտրված է։ Այո, այդ պորտալարի զգացողությունը չկա, բայց դա շատ կարևոր է, իրենք օրինակ
այնքան էին ուրախացել, որ օրինակ հայաստանյան լրատվամիջոցները ինչ որ ձևով անդրադարձել էին այդ ամենին, այսպես ոգևորություն կար, ուրեմն նշանակում է այնտեղ են հետաքրքրված, ուրեմն նշանակում է մենք այստեղ պիտի ինչ որ քայլեր անենք, որտեվ այնտեղից սպասում են, որ մենք պիտի մեր խոսքն ասենք, պիտի մեր քայլերը նաև անենք, ոչ թե նստենք սպասենք օրինակ թե Հայաստանից ինչ կանեն։ Գիտեք, այստեղ Լոս Անջելեսում կարծես թե մենք Հայաստանում զգանք մեզ եւ դուք էլ եք այստեղ ապրել, հիմա էլ եք ապրել։ Լոս Անջելեսում այո, բայց Սան Ֆրանցիսկոն այո, այնտեղ ավելի առաջի գիծ է, էլի, երբ որ ասենք, եթե շայրի բախում կա, դուք ավելի զգայուն եք զգում։ Օրինակ ինչն է պակասում, որպեսզի հայկական սփյուռքը, հատ կոնկրետ ուսանողությունը ավելի զորեղ լինի, ավելի արդյունավետ աշխատի եւ այլն։ Բացի այն, որ դուք ասացիք Հայաստանի աջակցությունը։ Գիտեք, այսպես ասեմ, լատեն process-ներ գնում են, բավականին լավ երիտասարդություն կա եւ օրինակ առաջ ինձ թվում էր, որ ամեն մեկն էստեղ իր կյանքով է, իր նպատակները, իր անելիքները, բայց հետո որ ես այդ ամենի մեջ եմ, ես հասկացա, որ չէ, այդպես չի։ Այսինքն սովորելուց էլ, գործելուց էլ իրենց հայացքը մեկ է, ուղղված է դեպի Հայաստան։ Օրինակ նայեք, ես Օքլանդի հայկական եկեղեցում էի եւ այնտեղ ոչ միայն ուսանողներ, ավագ սերնդի ներկայացուցիչներ բան հայեր կային, որոնք հայերեն չէին խոսում, բայց իրանք հայ են զգում իրենց։ Ոչ միայն հայ էին, այլ այնքան քաջատեղակ էին Հայաստանից, Հայաստանի շուրջ զարգացող գործընթացներից, որ ես անգամ այսպես դա ինձ ուրախացրեց, բայց նաև այդ եկեղեցում հյուրասիրություն էր Ծաղկազարդի առիթով, մեկ էլ ես Արցախի բարբառն եմ լսում։ Սենց պտտվում եմ, ասում եմ Արցախից եք եւ պարզվում է, որ այո, կինը Արցախից է եւ դուրս է եկել վերջին օրը։ Այսինքն վերջին, այսպես ասեմ, փախստակ վերջին այդ կալոնայով եկած մարդկանցից մեկն է եւ ինքը Օկլանդից հեռու մի քաղաքում, որտեղ ընդհանրապես հայեր չկան։ Բայց այդ եկեղեցու մեծ համայնքը, այդ կնոջը ինտեգրել, բոլորը ճանաչում էին։ Ես գնում էի, ասում եմ, գիտեք, Արցախից մեկ է սկսում էին իր պատմությունը պատմել։ Այսինքն մեզ հաճախ թվում է, թե կտրված են, կորած է այդ հատվածը, բայց բացարձակ այդպես չի։ Բարեբախտաբար ունենք եկեղեցի, որը կարծես թե պետության ֆունկցիաներն է ինչ որ տեղներ կատարում։ Կոնկրետ Օկլանդը, հա, ինքը գիտեք, շատ հայաշատ չի, բայց եկեղեցին կարողացել է այնտեղ իր շուրջը բավականին լավ նեթվորքինգ ստեղծել։ Իդեպ ֆիլմի ցուցադրությունը եկեղեցին կազմակերպել էր առանձին եւ որքանով գիտեմ, դա այնուամենայնիվ այդ իր շուրջ հավաքված համայնքի համար կայացել է, որտեղ իրանք տարածք ունեն, սրահ ունեն, որտեղ կարող են իրենք են տերը, իրանք են որոշում, ինչ երբ ոնց ցույց տալ։ Եվ վերջում ուզում եմ մի հարց էլ տալ Գոհար, որպես Բերկլի ամենահեղինակավոր համալսարաններից մեկի քաղաքագիտության ապագա շրջանավարտ։ Մենք ունենք շատ լավ երիտասարդներ, չէ՞, դուք էլ եք տեսնում, այնտեղ կան։ Շատ լավ կադրեր ունենք։ Շատ։ Բայց կարծես թե ու մեծ համայնք ունենք Միացյալ Նահանգներում, երկրորդն է աշխարհում, չէ՞, 3 միլիոն են ասում, չգիտեմ։ Բայց մեզ ինչ որ չի հաջողվում լավ պաշտոնների բարձր կամ ընտրովի, ասենք, կոնգրես եւ այլն, կամ հիմա ասենք օրինակ նախարարություններում առաջ մղել մեր երիտասարդ, ոչ միայն երիտասարդներին, մեր հայերին ընդհանրապես լավ կադրեր ունենք, մասնագետներ ունենք եւ այլն։ Ըստ քեզ Բերկլի համալսարանի օրինակով, օրինակ ինչն է խանգարում, թե օրինակ որևիցե կամ Հարվարդը, որևիցե Հարվարդը ավարտած մեծ ապագա ունի, չէ, բայց մենք չենք տեսնում, որ մերոնք առաջ գնան, հատկապես քաղաքականության մեջ։ Արդյոք այդտեղ ինչ որ ռասիստական բան է աշխատում, թե մենք միավորված չենք, մենք չենք կարողանում փող դնել, ոնց որ հрьяաներն են անում, փող են դնում իրանց ուսանողների վրա, առաջ տանում եւ ոչ միայն ուսանողների, մասնագետների վրա։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս։ Ինձ էլ այդ հարցը շատ հաճախ առաջացել է իմ մտքում,
բայց որպիսի ես հիմա շատ փոխվել եմ, որպիսի մի բանի շուրջ կարծիք հայտնեմ, պիտի մի հատ research անեմ, մի հատ թվերը նայեմ, մի հատ ուսումնասիրություն նոր ասեմ, բայց իհարկե ընդհանուր գնահատական, այսինքն մենք այդ ենք տեսնում, որ չկան, առաջ չեն գնում, չեն մղում, բայց ես նաև կարծում եմ, որ հիմա Սփյուռքը փոխվում է։ Սփյուռքի օրակարգը ցեղասպանության, հայ դատականություն եւ այլն դա իհարկե կա, բայց այս նոր սերունդը իր մարտահրավերի օրինակն ունի, որը Արցախն է։ Եվ ես ես ասեմ, բավականին շատ մագիստրոսական աշխատանքներ են գրվում, ասպիրանտական PhD-ներ են արվում, թարգմանություններ հենց Արցախի թեմայով։ Եվ դա ինձ որոշակի հույս է ներշնչում, որ մոտ ապագայում մենք կարողանալու փոքրաթիչ ենք, դուք պետք է նաև քանակի մեջ այս հարցը նաև դիտարկել, ինքը մենակ որակի հարց չի, քանակի մեջ էլ, եւ ես կարծում եմ, որ մենք դա կարողանալու ենք ապագայում ճեղքել, ես մեծ հավատ ունեմ, որովհետեւ չերևացող հատվածներում մենք այնուամենայնիվ շատ հայեր ունենք եւ բավականին ազդեցիկ հայեր ունենք։ Դե վերջերս մի քանի ամիս առաջ հայ ազգի մեկը նշանակվեց դեսպան Միացյալ Նահանգների, եթե չեմ սխալվում, Դանիայում, թե ինչ որ եվրոպական մի երկրում, դա թերևս ամենաբարձր պաշտոնն է հայ, այն էլ CIA-ի agent աշխատել։ Իրավաբան։ Ես չգիտեմ, բայց ես կարծում եմ, որ Սփյուռքի կերպափոխությունը Սփյուռքի գիտական շրջանակն էլ այդ հարցերը հետազոտում շատ իրանք շատ փորձում են ու գիտեք բավականին խորքային ինքնության հարցեր են սկսել քննարկել իսկ որն է հայը որն է սփյուռքահայը որն է Լիբանանի հայը որն է Ամերիկայի հայը որն է Ռուսաստանի հայը եւ այս վերջերս մի տեղ խոսակցություն կար եւ տարբերությունների մասին էինք խոսում ես օրինակ մտածում եմ որ իսկ գուցե մենք շատ ենք անընդհատ կենտրոնանում տարբերությունների վրա։ Մի հատ գուցե հասկանանք միավորող, որտեղ ենք մենք ընդհանուր։ Այդ միավորող կետերը դուրս բերել եւ փորձել դրա վրա օրակարգ ձևակերպել եւ առաջ մղել։ Ես գրեթե հավատացած եմ, որտեղ իսկապես փայլուն երիտասարդություն ունենք, որոնք հայերեն վատ, բայց շարունակում են խոսել, սովորել, հայկական գրականությունը, հայկական տեքստերը ոչ թե հենց այնպես կարդալու համար, այլ ուսումնասիրողի, հետազոտողի հայացքով անել եւ դա չի կարող իր արդյունքը չտալ։ Հենց այդ լավատեսական նոտայով էլ ավարտենք։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի հայրենակիցներ, իմ զրուցակիցը Բերկլի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի ուսանողի, մեր գործընկեր լրագրող Գոհար Վեզիրյանն է, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք։